Բարև ձեզ, հայկական ընտրության քննարկումների հարթակում Արմեն Աղայանի հետ շարունակում ենք քննարկումները նախընտրության մասին եւ այսօր կփորձենք ավելի մանրամասն անդրադառնալ ինչ է նախընտրությունը, ինչ փուլերով է այն անցկացվելու եւ մնացած բոլոր մանրամասները։ Բարև ձեզ, պարոն Աղայան, ինչու նախընտրություն։ Ընդհանրապես քաղաքական գործընթացները միայն պետական ինստիտուտների կայացման փուլում չի որ տեղի են ունենում, ցանկացած կազմակերպություն ունի, եթե դա քաղաքական կազմակերպություն ունի, պետք է ունենա իր ներքին ժողովրդավարությունը։ Այն ինչ որ հիմա ես ասում եմ, միգուցե Հայաստանում բոլորը դիտով են դրան վերաբերում, որովհետև Հայաստանում գործնականում այդպիսի կազմակերպություններ չկա։ Բացառություն եղել են սփյուռքյան կազմակերպությունները, որոնք իրենց սփյուռքյան կենսագրությունից այդ ավանդույթը բերել են, այդ ավանդույթը ինչ որ ձևափոխումների է ենթարկվել եւ միգուցե այդքան էլ չի համապատասխանել մեր հանգամանքներին, սակայն եթե զուտ տեսականորեն խոսենք, ցանկացած քաղաքական կազմակերպության իմաստը դա պետական պաշտոնների օրենսդիր գործադիր մարմինների համար տեխնացուներ առաջադրելն է եւ այդ տեխնացուներ առաջադրելու որևէ այլ տարբերակ քան ընտրությունը պետք է որ գոյություն չունենար։ Հիմնական այլընտրանքը այս առումով այն է, որ ընտրվում է մեկ այլ մարմին, զուտ կուսակցական մարմին, որը հետո աշխատանքային կարգով սահմանում է այդ տեխնացուների ցուցակը ձևավորում է բանակցելով մարդկանց հետ կամ չգիտեմ, հաշվի առնելով նրանց ինչ որ մասնագիտական կամ տարիքասեռային կամ այլ հանգամանքները եւ այդպես ուղղակի 1-2 հոգի գրում են, մի քանի հոգի հաստատում են որպես ղեկավար մարմին եւ այդպես ներկայացնում են։ Սա լավագույն, առավելագույն ժողովրդավարության դրսևորումն է Հայաստանում։ Նախընտրության միջազգային մշակույթը ավելի շատ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով ընտրվող մենք շատ լավ գիտենք ամերիկյան primaries կոչվածը, որտեղ երկու կուսակցություններն են, իրենց հիմնական տեխնացուների միջև բանավեճերի շատ երկար, 1 տարի ավել շրջան են անցնում եւ ի վերջո տեսնելով ընտրողների աջակցությունը կամաց այդ տեխնացուները կամ հանում են իրենց տեխնացությունը կամ այդպես հազվադեպ հասնում են համագումարին եւ ի վերջո ընտրվում է այդ մեկ առաջնորդը այդ ընթացքում ձևավորելով իր թիմը երբեմն թիմակիցները ներողություն մրցակիցներին ներառելով իր թիմ որպեսզի ստանա նաև նրա ընտրողների ձայները եւ այդպես ձևավորվում է այդ ներկուսակցական համաձայնությունը կոնսենսուսը որով նրանք գնում են մասնակցում են պետական ընտրություններին տարբեր եվրոպական կուսակցություններ իրենց ասենք վարչապետի տեխնացուներին նույնպես առաջադրում են բոլոր անդամների մասնակցությամբ եւ այստեղ կուսակցության անդամ որ ասում են հաճախ նկատի ունենք 100,000 եւ ավելի մարդիկ որոնք ասենք չգիտեմ օրինակ Մեծ Բրիտանիայում վերջին նախընտրությանը 160 իշխող կուսակցության 160,000 անդամ էր մասնակցել Հայաստանի վրա եթե թիվը տեղափոխենք կստացվի մոտ 6500 մարդ պետք է մասնակցի իշխող կուսակցության կամ իշխելու հավակնություն ունեցող կուսակցության ցուցակի ձևավորմանը, որպեսզի դա համաչափ լինի այնտեղ։ Մենք ունենք այլ օրինակներ, երբ որ օրինակ Ֆրանսիայում միևնույն գաղափարական տիրույթի կուսակցությունները, այսինքն քանի որ այդ աչական հատվածում չկար մեկ միասնական կուսակցություն, կային տարբեր տեխնացուներ, որոնք ամեն մեկը իր շուրջ ուներ մասամբ հաճախորդային տիպի կուսակցություն, այսինքն այդ կուսակցության մեջ իր անձի դերը շատ ավելի մեծ էր, քան սովորաբար լինում է, մասնավորապես ձախ կուսակցություններում դա այդքան էլ այդպես չէր Այս բոլոր տեխնացուները, որոնց թիվը եթե չեմ սխալվում, մի տարի 9 տեխնացու կար եւ իրանք հասկանում են, որ պետք է այդ ճակատը մեկ տեխնացուով մասնակցի եւ այդ 9 տեխնացուները, 9 կուսակցությունները միասին պայմանավորվեցին մեկ դաշինքով մասնակցել եւ մեկ միասնական տեխնացու առաջադրել, իսկ ինչպես որոշեն թե իրենցից որ տեխնացուն է, որ ավելի հաղթելու հնարավորություն ունի կամ որ մյուսների համար ավելի ընդունելի է, կազմակերպեցին նախընտրություն եւ այս նախընտրությունը ավելի շատ նման էր ընտրությունների առաջին փուլին, որովհետեւ դրան մասնակցեց գրեթե կեսը այն ընտրողների, որոնք հետո պետական ընտրություններին գնացին եւ քվեարկեցին այդ ընտրված տեխնացուի օգտին։ Դա շատ մեծ մասնակցություն էր։
Այն նախընտրությունը, որը մենք ենք առաջադրում, դա առաջարկում իրականացնել Հայաստանում, եւ Հայաստանում մենք դա առաջարկում ենք ըստ էության ոչ բոլորին, կարող ենք բոլորին էլ առաջարկենք, ասենք բոլոր ընդդիմադիրներին օրինակի համար, բայց հատուկ շեշտը դնում ենք քաղաքական դաշտի ազգային հատվածի կազմակերպություններին, որոնք իրենց կազմում ունեն մեծահարուստներ, որոնք անձամբ ֆինանսավորում են այդ կուսակցությունը եւ այդ կուսակցությունը հանդիսանում է նրանց սեփականությունը, չունեն նախկին պաշտոնյաներ, այսինքն դրանք կազմակերպություններ են, որոնք ժողովրդի ձայնով պետք է վաղը մյուսօր մտնեն քաղաքական։ Հետաքրքիր է, ինչի ազգային դաշտում չկան այդ ձեր ասած մեծահարուստները։ Որովհետեւ մեծահարուստը գործում է ներդրում, շահույթ եւ այդ շահույթը նորից ներդրում ազգային մտածողությամբ դա չի ստացվում։ Նույնիսկ եթե ինքը ազգայնական է իր գաղափարներով, դա չի լինում ազգային, դա լինում է Իրանը, այդ իր կուսակցությունն է, ինքն է որոշում ամեն ինչ, դա հավաքաբար չի այդտեղ ոչ մի բան որոշում։ Հա ինքը իր մտքում կարող է կարծի, որ ինքը ունի ազգային գաղափարներ, բայց դա անգամ չի կարող համոզված լինել, որովհետև այդ գաղափարները չեն անցել հանրային քննարկման փուլ։ Ինքը նստել մտածել է, որոշել է, որ ազգայինը երևի սա պետք է լինի, էլի։ Իսկ բանավեճերի եւ քննարկման տևական process-ի արդյունքում կարող է բոլորովին այլ պատկեր ստացվի։ Մենք ունենք շատ գործիչներ, որոնք անկեղծորեն, շատ հայրենասեր լինելով, անգամ վաստակ ունենալով երկրի համար կամ օրինակ զինված ուժերի համար կամ չգիտեմ մշակութային գործիչ են կամ այլ գործիչ են, որոշում են, որ իրենք ճիշտ մարդ են, իրենք ճիշտ գաղափարներ ունեն եւ բավականաչափ ճանաչված են ու բոլորը կարող են եւ պարտավոր են հենց իրենց շուրջ հավաքվել, իրենք շատ դեմոկրատ են, ուշադիր կարող են բոլորին լսել եւ նրանց գաղափարները նույնպես հաշվի առնել եւ ընտրել, թե ով է ճիշտ ասում, ով սխալ ասում, եւ այսպես իրենց շուրջ փորձում են ձևավորել, դա չի դառնում ազգային կազմակերպություն, դա դառնում է այդ մարդու կազմակերպությունը, դրանից բխող բոլոր թերություններով, այսինքն նոր անդամը գալիս է ոչ թե իր գաղափարներով, այլ գալիս է, որովհետեւ նրա դուրը գալիս է այսինչ առաջնորդի գաղափարները կամ այսինչ առաջնորդի սատարած գաղափարները, սա արդեն թույլատնում է գաղափարական հենքը այդ կազմակերպության, վերացնում է ներքին քննադատությունը, իրենք ապրում են մի տեսակ ակվարիումի մեջ, չեն պատկերացնում, որ իրենցից բացի ուրիշ մարդիկ էլ կան, որոնք կարող է քննադատեն իրենց գաղափարները եւ այդ քննադատության բացակայությունը լճացում է առաջացնում եւ ի վերջո այդ կազմակերպությունը մի օր վերանում է, որովհետեւ առանց որևէ շոշափելի արդյունքներ արձանագրելու։ Հենց այսպիսի կազմակերպություններին է իրականում պետք այդ նախընտրությունը, թե միավորվելու, թե իրենց մեջ նոր հաղթական արդյունավետ գաղափարներ ծնելու, թե այդ գաղափարները իրենց անդամների սեփականությունը դարձնելու, որպեսզի նրանք այդ ամբողջ քննարկումներով անցնելով, իրենք էլ փոխվելով, հա, համապատասխանելով այդ քննարկումներին, հետո կարողանան այդ նույն թեզերը ժողովրդի մեջ տանեն, այսինքն նախընտրական շրջանում որպես քարոզիչներ, սա միակ տարբերակն է, ուրեմն կամ մենք ունենք ինչ որ մի կուսակցության սեփականատեր, որ ինչ որ միտեղից փող է ճարել, սա Հայաստանում համատարած մշակույթ է եւ նա է որոշում ամեն ինչ, ով նրա այդ համաձայն չի հեռանում, ընտրություն ըստ էության չկա, կա հետեւյալ process, այս մարդուն համոզում ես կամ պայմանավորվում ես կամ չգիտեմ առևտուր ես անում հետո որպեսզի դու նրա ցուցակում տեղ ստանաս, ըստ էության այդ process-ն է եւ երկրորդ process-ը դա ընտրությունն է։ Եվ այդ ընտրությունը չկա որևէ այլ ձև ընտրության Հայաստանի օրենսդրությամբ պայմանավորված, քան այն նախընտրության նախագիծը, որը մենք առաջարկում ենք։ Ճիշտ է, նա կարող է ունենալ տարբերակներ, նայած ովքեր են մասնակցում, ինչ ծավալի է, ինչ առիթով է եւ այլն։ Բայց ամեն դեպքում դա նախընտրությունն է, այսինքն տեխնացուների հանրային առաջադրում, պարտադիր բովանդակային քննարկումներից հետո, որովհետև ընտրողները ընտրում են մարդ, այդ մարդուն, որպեսզի նրանք ընտրեն գաղափար, պետք է այդ մարդիկ քննարկումների մասնակցեն բանավիճեն, որպեսզի ընտրողը կարողանա գաղափարների միջև ընտրություն կատարել, մարդու գաղափարական որակների միջև ընտրություն կատարել, ուրեմն անպայման քննարկում, մենք այստեղ առաջարկում ենք վարկանիշային քվեարկության ինչ-որ մի համակարգ, որը որ ապահովում է համամասնությունը, բոլորի ներկայացվածությունը այդ ընտրված թիմում, եւ ուրիշ տարբերակ խորհրդարանական ընտրություններին հանրային ցուցակ առաջադրելու գոյություն չունի, այսինքն դա կարող լինի միայն այս նախընտրությունը կամ նախընտրության ինչ որ մի այլ տարատեսակ։
Կատունեք արդյունավետ տարբերակ։ Արդյունավետ, այո, որտեղ այն մյուսը նկարագրեցինք, մի գուցե ոմանք ասեն, որ այն մյուսը շատ ավելի արդյունավետ է։ Այդ տեսեք, չգիտեմ, Լևոն Տեր-Պետրոսյանը ստեղծեց կոնգրես, շատ ձայն հավաքեց մինչև այդ նախագահի ընտրություններում, բոլորը նրան վստահում էին, ի վերջո նրա կողմից նշանակված մարդիկ կազմեցին մի ցուցակ, եւ այդ ցուցակը մտավ ազգային ժողով, բավական արդյունավետ է, փաստ ունենք, որ մտել է ազգային ժողով, կամ նման մի բան արեց, ասենք, մի ուրիշ առիթով Ռաֆի Հովհաննիսյանը։ Դա կարելի է արդյունավետ համարել, իսկ այն ինչ որ մենք առաջարկում ենք, համարենք շատ բարդ է, անհնար է եւ այլն, բայց եթե ուզում ես հաղթես, եւ եթե դու օլիգարխիական ուժ չունես, ռեսուրսային առումով ապահոված չես, եթե դու հիմնվում ես գաղափարների վրա, գաղափարական ծրագիր ես բերում եւ ուզում ես հանրային աջակցությամբ ներկայացված լինես խորհրդարանում եւ հետագայում կառավարություն կազմես, միակ տարբերակը նախընտրությունը ուղղակի տեսականորեն հնարավոր չի պատկերացնել որևէ այլ տարբերակ, կամ մի հոգի է որոշում, կամ ընտրվում է։ Ընտրվելը, երբ որ սկսում ենք ասել, իսկ ո՞նց անենք, որ լավ ընտրվենք, հանգում ենք նախընտրության։ Եթե մեր փորձին հետևենք, նույնիսկ օլիգարխները երբևէ հաջողության չեն կարողացել հասնել հաղթանակի տեսակետից, միշտ պետական իշխանությանը տիրապետողը միշտ ավելի մեծ լծակներ ունի, անկախ նրանից, թե դու ինչ ֆինանսական եւ այլ ռեսուրսների ես տիրապետում, բայց եկեք փորձենք անցնել ավելի մանրամասն այդ նախընտրության փուլերի մասին, ինչից է սկսվում, ովքեր կարող են լինել տեխնացուներ եւ ինչպես են իրենք հետո անցնում հաջորդ փուլեր։ Նախընտրության կոնցեպցիայի կարևոր մասերից մեկը դրա բաց լինելն է։ Այսինքն, եթե ինչ-որ նախընտրության մասնակիցների մի մասը թույլ չտան մյուս մասին մասնակցել, դա արդեն նախընտրություն չի, ոնց որ դուք ձեզնով հավաքվում եք եւ ինչ-որ բան եք բեմականացնում։ Եթե հանրությունը պետք է առաջադրի, ուրեմն պետք է մուտքը բաց լինի, թե ընտրողների համար, թե թեկնածուների համար։ Եվ բայց կա այդ ինչ-որ գաղափարական սկզբունքներ, որը անշուշտ գաղափարական սկզբունքները հրապարակում են, բայց եկեք դա ինչ-որ ֆիլտր է։ Դա ֆիլտր է անշուշտ, բայց դա այդպես չի, որ դու եկար քննություն հանձնեցիր, թե դու այդ գաղափարական սկզբունքները ընդունում ես, թե չէ, եւ դեռ հեղինակավոր հանձնաժողով ասեց քեզ գրանցում ենք, իսկ մյուսին չեն գրանցում։ Դու ուղղակի ասում ես, որ ես ընդունում եմ դա ու կանոնը դա է, հետեւաբար բոլոր բանավեճերի եւ քննարկումների ժամանակ դա պետք է հաշվի առնես։ Եթե խախտում ես այդ կանոնը կամ ընդդիմախոսից թվում է, որ դու հատեցիր այդ սահմանը, ինքը արդեն քեզ քննադատում է, դու կամ պետք է հաստատես, որ այդ սկզբունքների մեջ ես, այսինքն ամբողջ խոսակցությունը ակամա կառուցվում է դրա հիման վրա։ Գաղափարական։ Ընտրողներն էլ գիտեն, որ իրանք չեն եկել այստեղ սոցիալիստական կուսակցություն ընտրելու, այլ եկել են, չգիտեմ, մի քիչ այս գաղափարական սկզբունքների շրջանակում ինչ որ մեկին ընտրելու։ Չնայած նա կարա մի քիչ մեկ-մեկ էլ ինչ որ մի սոցիալիստական գաղափար առաջարկի։ Սա կարևոր է այդ սկզբունքները, բայց հաշվի առնենք, որ տեսականորեն մեկը, որը որ բացարձակ համաձայն չի անգամ այդ սկզբունքների հետ, կարող է գալ ստել եւ գալ մասնակցել։ Եվ ֆորմալ արգելելու ձգտումը նման դեպքերի կարող է հանգեցնել նրան, որ մենք սկսենք արգելել անհաջող այլ տեխնացուների, այդ արգելող մարմինը ինքը փորձի կանխորոշել ապագա ընտրությունը ճիշտ տեխնացուներ, իր կարծիքով ճիշտ տեխնացուներ ներգրավելով։ Սրա վնասը ավելի շատ է, քան եթե մեկը անհամապատասխան մեկը գա եւ նրա անհամապատասխանությունը բացահայտվի տարբեր փուլերում, քվեարկության եւ իհարկե քննարկումների փուլում։ Եվ մենք սկսենք այդ գրանցման պահից, այսինքն ցանկացած տեխնացու բնականաբար պետք է բացահայտի իր կենսագրությունը, իր գաղափարական հիմնական դիրքորոշումները, եթե ունի գրավոր առաջարկություններ դրանք, ծրագիր եթե ունի պետք է շարադրի այդ ծրագիրը, բնականաբար ընտրողներին պետք է հասանելի լինեն նրա սոցիալական ցանցերում տարիներ շարունակ դրսևորած տեսակետները, այս ամեն ինչով տեխնացուն մտնում է եւ մենք պետք է ունենանք տարբեր ֆիլտրներ այդ տեխնացուների առաջադրման հետ կապված, մենք հիմնական առաջարկներում նախընտրության, որպես կանոն առաջարկում ենք սահմանել կախված պոտենցիալ ընտրողների քանակից ինչ որ մի քանակի առաջադրող ձայներ,
որ պետք է աջակցեն, որպեսզի տեխնացուն գրանցվի, հա, իր առաջադրվելը դա միայն ամենաառաջին փուլի առաջադրումն է, երկրորդ փուլին մասնակցելու համար նա պետք է որոշ քանակի ձայների աջակցություն ստանա։ Եվ այստեղ մենք կարևոր գործիք ենք ավելացրել, դա բացասական քվեարկությունն է, որովհետև շատ տեխնացուներ չէին ուզենա մասնակցել ընդհանուր ցուցակում վատ համբավ ունեցող մարդկանց հետ կամ գաղափարապես շատ արմատապես տարբերվող մարդկանց հետ կամ ուղղակի ասենք հակառակորդ ճամբարից տեղափոխված մարդու հետ կամ պարզապես հոգեկան խանգարված մարդու հետ, որը կարող է հանկարծ որոշի, որ ինքն էլ է տեխնացու։ Ուրեմն այդ բացասական քվեարկության մեխանիզմով փաստորեն մեծամասնությունը, եթե մի քիչ ավելի շատ բացասական քվե հավաքում, քան նա ստացել է աջակցող քվե, անգամ մի քիչ ավելի քիչ լինելու դեպքում, ընդհանրորեն տարբերությունը բավարար չի լինում, այս մարդը չի առաջադրվում։ Այդպիսի մի դրվագ եղավ, երբ որ Ամերիկայում գտնվող Վարդան Հակոբյան, հա, մի քվեարկություն էր կազմակերպել ինտերնետային տարբեր ում է աջակցում ժողովուրդը, հա, այնտեղ փաստորեն այդ բացասական ֆիլտրը չկար, բացասական վարկանիշի ֆիլտրը չկար եւ անգամ դոգն էր մասնակցել եւ հաղթել։ Այնիշ բոլոր տեխնացուների համար դոգի հետ համատեղ միտեղ հայտնվելը անհնար էր եւ ասենք առաջին իսկ շփման ժամանակ բոլորը ասեն եղբայր սխալ հասցեով է թող գնա, չնայած նա իր այդպես չգիտեմ որ սոցիալական ցանցերի համակիրներին կոչեր արել եւ եկել շատ քվեարկել են եւ նա հաղթող էր ճանաչել այդտեղ։ Այս դեպքում մարդը պետքա վերջին փուլ չհասնի, ոչ մի դեպքում չպետք է հաղթի, հենց ամենաառաջադրման առաջին որակավորման փուլում ինքը արդեն պետք է խաղից դուրս մնա։ Դա ով է որոշում։ Նորից ընտրողները։ Ընտրողները, այսինքն այս դեպքում ոչ բոլոր ընտրողները, պարտադիր չի որ բոլոր ընտրողները որոշեն, մենք հիմնականում առաջարկում ենք 3 տիպի վերաբերմունք։ Շատ ենք կարևորում այս տեխնացուի մասնակցությունը, այսինքն եթե նա պոտենցիալ առաջնորդն է կամ չգիտեմ շատ կարևոր վաղեմիսուր կարող է կառավարության անդամ լինի, լավ տեխնացու է, մենք կրկնակի հավանումով կարող ենք նրան ավելի մեծ աջակցություն ապահովել կամ պարզապես մենք համաձայն ենք, որ այսինչ մարդը լինի ցուցակում, դա պարզապես հավանում է եւ բացասական, այսինքն չհավանելը այդ որը ասենք արդեն մեկ միավոր պակասեցնում է եւ ենթադրենք այդ դրականի եւ բացասականի տարբերությունը պետք է կազմի ենթադրենք 100 միավոր հավաքեցիր այդ 100 միավորը արդեն առաջադրված է եթե չես հավաքել կամ պարզվել է որ մարդիկ չեն ուզում վախեցած են քեզնից հա բնականաբար վախենալու կերպարներին բոլորը կմտնեն եւ բացասական գնահատական տալով անմիջապես խաղից կհանեն Ուրեմն սա այդ մի մեխանիզմ է, որ առաջադրման փուլում, երբ որ դու արդեն ծրագիր ես հրապարակել, կենսագրություն ես հրապարակել, մյուս տեխնացուները տեսել են, որ դու կաս, եթե իրենց համար դու անընդունելի ես, իրենք կսկսեն արդեն դրա մասին աղմկել, հնչեցնել այդ ահազանգը, որպեսզի բոլոր ընտրողները վերաբերմունք դրսևորեն։ Սրանով մենք փաստորեն այդ ֆիլտրի մեխանիզմը ունենք արդեն առաջադրման փուլում։ Սա բացության հետ կապված էլի, որը շատերին կարող է վախեցնում, հա։ Մենք մյուս սկզբունքին անցնենք, հա։ Երկրորդ փուլը դա ըստ էության հիմնական քվեարկության փուլն է, եթե խոսքը գնում է համապետական ընտրության մասին, դա ամենայն հավանականությամբ ճիշտ է կազմակերպել տարածքային սկզբունքով, որպեսզի ապահովել նաև մարզերի ներկայացվածությունը, չնայած սա բոլորովին պարտադիր չէ, օրինակ կարող ես այդ փուլը կազմակերպել, չգիտեմ, կանանց համար առանձին մի քվեարկություն կազմակերպելով կամ ընդհանուր տեխնացուներին բաժանելով ըստ տարիքի, որպեսզի երիտասարդները եւ ավելի փորձառու գործիչները, ուզում ասեմ, տարբերակները շատ են եւ կախված է կոնկրետ այս պահին տեխնացուների կամ ակտիվ մասնակիցների կամ կազմակերպիչների նախաձեռնողների նախընտրությունից եւ այն խնդրից, որը պատրաստվում ենք լուծել արդեն պետական ընտրությունների ժամանակ։ Եվ հիմնական փուլը, քանի որ մենք շատ ենք կարևորում բանավեճերը, հասկանալի է, որ երբ որ դու ունես 100-ից ավել տեխնացուներ, բոլորի հետ բանավեճ չես կարող կազմակերպել։ Հետևաբար տարածքային ձևով դրանք արդեն պակասում այդ ընդհանուր բանավեճերի քանակը, բայց արդեն առաջատարները վերջին փուլում, անցնելով վերջին փուլ, համամասնորեն ներկայացնելով կամ
տարածքները կամ չգիտեմ ասեցի սեռատարիքը բաժանումը անցնելով վերջին փուլ արդեն բավական փոքր քանակ տեխնացուներից կարող է դա համապատասխանել օրինակ պետական օրենսդրությամբ սահմանված 30-ի ընտրությանը, հա, որոնց պետք է համագումար ընտրի, օրինակ կանոնադրությունը կարելի է այդպես համապատասխանեցնել եւ այդ քանակի ընտրության համար արդեն արկա տեխնացուները ավելի շատ հնարավորություն կունենան ժամանակի մեջ տարբեր հարցերով քննարկել եւ մենք այս քննարկումների համար կարեւորում ենք նաեւ տեխնացուների մասնակցությունը որոշելու համար թե զույգերին թե թեմաները քննարկման, ասենք մեկը մի կարևոր հարցով ասելիք ունի եւ գիտի որ այն մյուս տեխնացուն իր ճիշտ հակառակն է ասում հետեւաբար մի տեսակ մարտահրավերի նման մի բան ունեմ, հա, եկեք քննարկենք, որպեսզի ընտրողները տեսնեն կողմնորոշվեն։ Այս ամեն ինչը հաշվի առնելով այդ քննարկումները կազմակերպելով, նաև հավասարությունը ընտրական հանձնաժողովը, որը տվյալ դեպքում այդ նախընտրության ղեկավար մարմինն է, հա, իրենք տեխնացու չեն, այլ կազմակերպիչներ են, նրանք պետք է ոնց որ ապահովեն այդ արդյունավետ քվեարկությունը եւ տեխնացուների հավասար պայմանները եւ վերջին փուլը այդ հնարավորությունը տալիս է որ մաքսիմում քննարկում կազմակերպվի ենթադրենք 30-35 կամ 40 տեխնացուների մասնակցությամբ ասենք 1-2 ամսվա ընթացքում դա արդեն հնարավոր հասանելի խնդիր է եւ բոլոր քվեարկությունները փաստորեն հաջորդում են այդ քննարկումներին որպեսզի ընտրողները եթե պետք է ցուցակում ինչ-որ մի դասավորեն տեխնացուներին ունենան բավարար ինտերեկացվածություն ունենան այդ որոշումը կայացնելու այն կետին ովքեր կարող են լինել տեխնացու պատասխանեցիք իսկ ովքեր կարող են լինել ընտրող ընտրողը էլ ավելի ժողովրդավարական ձևով կարող ենք բանել որտեղ ընտրողի դեպքում անգամ սեփական որևէ տվյալ տրամադրելու հարց չկա, հա, դիրքորոշում, բան, այսպեսի հարցեր չկան։ Պարզապես Հայաստանի քաղաքացի ես, այլ կուսակցության անդամ չես, որովհետև դա անդրամաբանական կլիներ, այլ կուսակցության անդամ չես, մասնակցության վճար ես տվել նվազագույն, քանի որ սա ինքնաֆինանսավորված։ Այլ կուսակցության ասվածը մի հատ այդ բան ինչ որ կուսակցությունով չի, չէ, ընտրությունը, նախընտրությունը։ Նախընտրությունը կարող են կիրառել կուսակցությունները նախընտրությունը կարող է դեպքում պիտի լինես այդ կուսակցության անդամ որ ընտրես։ Ոչ պարտադիր կարող է լինել ուղղակի համակիր, այսինքն տեսեք հիմա։ Եթե այլ կուսակցություն մասնակցում ընտրության, իր անդամի մասնակցությունը նախընտրությանը իմաստ չունի։ Իմաստ չունի։ Եվ երկրորդը դա ուղղակի արգելված պետք է համարվել, որովհետև սա ոնց որ մրցակից կուսակցություն է, ինչ գործ ունես այստեղ։ Այլ հարցը որ ստուգելն է դժվար, ոնց որ պետք է ազնիվ խոսքին հավատաս, բայց եթե ասենք որևէ դեպքում ոնց որ հաստատ գիտես, դա կարող որոշ խոչընդոտ ստեղծի, բայց անգամ երևակայենք որ խափում են, հա, մեծ թվով մարդիկ խափում են եկել են մանարը, վերջը կուսակցության անդամությունը ինչ է, անդամությունը այդ կուսակցության ներքին ժողովրդավարությանը մասնակցությունն է, եթե այնտեղ նա չի մասնակցում եկել այստեղ, ուրեմն փաստացի այս կուսակցության անդամ է, եւ եկեք հասկանանք էլի այդպես մարդիկ մեծամասամբ այսպես պատասխանատու մարդիկ են եւ եթե գալիս են միտեղ հասկանում են ուր են եկել, ինչի են եկել, խափելու համար չեն գալիս, եթե մեկը փորձի խափելու մեծ օպերացիա, այսինքն մեծ թվով մարդկանց կազմակերպի, այդ չարչարանքը հաստատ չարժի, ինքը այդ չարչարանքի 10%-ով իր կուսակցությունը կարող է սարքել, ինչ որ խնդիր ունի լուծել դրանով, բոլորովին կարիք չկա, որ ծանր աշխատանքը կատարի, գա ուրիշի սարկած կուսակցությունը փորձի գրավել, երբ որ այս մարդիկ տեսնելով այդ երևույթը կարող ասեն, հա եղբայր, դու մնացեք, մենք գնացինք ուրիշներ այս նույն գործը անում ենք, էլի, իմաստ չունի դա։ Չնայած բոլոր մարդիկ, ովքեր կասկածանքով են նայում այս նախագծին, հիմնականում այս տիպի ծայրահեղացված օրինակներ են բերում, ասելու համար որ դա շատ այսպես ազդեցիկ թերություն է, էլի։ Դե եթե նախընտրությունը այդպիսի ազդեցիկություն ձեռք բերի, կարող է այդպիսի գայթակղություն առաջանալ մարդկանց մոտ, որ հեծնեն ընձին, որը արդեն հաղթելու մեծ շանսեր ունի։ Որ առումով այո, բայց դա նաև կնշանակի, որ մասնակիցների քանակը կշատանա, հենց այդ նույն ավելի հերինակական դառնալու պատճառով, հավանաբար ինչ որ ֆիլտրները կշատանան, ուրեմն ասեմ ամեն կոնկրետ հանգամանքների ժամանակ կարելի է նախընտրության մեկ այլ տարբերակ կիրառել, որը իր ասենք ֆիլտրներով
եւ մյուս կանոնակարգումներով բավական արդյունավետ կարող է ավել։ Դե եւ մի քիչ էլ փորձենք անդրադառնալ գրանցվեցին ընտրողներ, գրանցվեցին տեխնացուներ, տեղի ունեցավ քննարկումներ, բանավեճեր, հիմա քվեարկության կարգի մասին։ Քվեարկության կարգի հիմքում այն է, որ յուրաքանչյուր ընտրող ձևավորում է իր ցուցակը։ Մի հոգու չի ընտրում։ Մի հոգու չի ընտրում, ձևավորում է իր ցուցակը։ Մեր հիմնական առաջարկություններում կա նվազագույն քանակ անունների, որ նա պարտավոր է գրել, բայց չկա սահմանափակում առավելագույնի առումով, եթե չկա տեխնիկական սահմանափակում, ասենք սայթում բանում, բովանդակային ըստ էության սահմանափակում առավելագույնի չկա։ Եթե կարող ես 100 հոգու գրել, ճանաչում ես բոլոր տեխնացուներին, ուզում ես բոլորին դասավորել ինչ-որ մի առաջնահերթությամբ, խնդրեմ իրավունքը քո։ Այս առաջադրման արդյունքում այդ տեխնացուները ստանում են միավորներ։ Մեր առաջարկած միավորների համակարգը Հովհաննիսյան Արմենը երջանկահիշատակ վերցել են ինչ-որ սկանդինավյան խորհրդարանի մանդատների բաշխման կարգը եւ մեր բոլորի դուր եկավ, որ դա իսկապես ապահովում էր համամասնություն, այսինքն եթե նախընտրությանը մասնակցում են որոշակի ֆրակցիաներ, ապա արդյունքում նրանք իրենց քանակին համամասնորեն ներկայացված կլինեն վերջնական ընտրված ցուցակում։ Այդ մի քիչ այդ մասը մանրամասն ինչպես եմ ես ընտրելուց որոշում քանի միավոր եմ տալիս քեզ։ Ընտրողը դա չի որոշում, արդեն կարգով եւ տեխնիկական սարքերով, չգիտեմ, դա արդեն կանխորոշված է։ Մեր առաջարկը հետեւյալն է, ինչ որ ես հիմա հիշատակեցի, Հովհաննիսյան Արմենի առաջարկությունը, դա առաջին տեղին տալիս ենք 1 միավոր։ Եթե ես գրել եմ առաջի տեղին Պողոսի անունը, ինքը 1 միավոր է։ Հա, իսկ մնացած տեղերը ստանում են մեկը բաժանած իրենց տողի համարին, այսինքն երկրորդ տեղը կես միավոր, երրորդ տեղը 1/3 միավոր, չորրորդ տեղը 1/4 միավոր։ Ավելի իդեալական համակարգում պետք է հայտարարի կենտերով փոխվեր, ասենք 1/3, 1/5 եւ կուսակցության մանդատների բաշխումը խորհրդանում այդպես կազմակերպելը մի քիչ ավելի ճիշտ կլիներ, բայց մեր դեպքում դա այդքան էական չի եւ այս բաշխումը ինչ է տալիս մեզ։ Եկեք փորձենք մի քիչ մաթեմատիկական հարց է, բայց այլընտրանք օրինակի վրա, հա, ենթադրենք այլ նախընտրություն է կազմակերպվում եւ առաջին տեղին տալիս են 10 միավոր, երկրորդին 9, երրորդին 8 եւ այդպես 10-ից մինչեւ 1 եւ դու 10 հոգու առաջադրում ես 10-ից նվազեցնելով միավորները։ Մեր առաջարկած միավորների սանդղակում առաջին տեղը երկրորդ տեղի համեմատ կրկնակի ավելի միավոր է ստանում, իսկ այն այլընտրանքային ձևաչափում 10 միավորը 9 միավորին գերազանցում է ընդամենը 11%-ով։ Այսինքն այս դեպքում ընդգծվում է առաջատարը, այն մյուս դեպքում կարող էր առաջանալ խնդիր ինչպիսի։ Օրինակ կան հիմնական տեխնացուներ, ովքեր առաջատարներ են, ասենք երկու տեխնացու 60%-ը սրան է տեսնում առաջին տեղում, 40%-ը նրան է տեսնում առաջին տեղում, եւ նրանք համապատասխանաբար կստանային 600 եւ 400 միավոր, բայց բոլորը եթե ընդունում են, որ այս երրորդ տեխնացու կամ որը անկախ նրանից թե ում ենք տեսնում առաջատարի դերում, այս երրորդ տեխնացուն առաջատար չի, բայց դե բոլորի կողմից ընդունելի մարդ եկեք սրան երկրորդ տեղում գրենք, նա երկրորդ տեղով ստանում է պայմանական ասած 100%, բազմապատկած 9-ով ստացվում է 900 միավոր եւ ստացվում է մարդը, որը որ ըստ էության առաջատար չի, գերազանցում է այն առաջատարներին, որոնք երկու հոգի են եւ պայքարում են կուսակցության առաջնորդի դերի։ Ձեր առաջարկած մեխանիզմը դա բացառում է։ Մեխանիզմը բավական ընդգծում է այդ առաջատարներին եւ այդ երկրորդ, այսպես բոլորի կողմից սիրված երրորդ տեղը, պայմանական ասած, կարող է առաջինը դառնալ միայն այն դեպքում, եթե կուսակցության մեջ իսկապես պառակտումը խորն է տարբեր տեխնացուների միջև եւ այս մարդը փաստացի իրական կոնսենսուսային տեխնացունա կուսակցության բոլոր ֆրակցիաների համար։ Այսինքն անգամ այս տեխնիկական մանրուքները մենք հաշվի ենք առել եւ դա իսկապես արդյունավետ բան է, ցուցակի առաջադրում է ենթադրում։ Նաև բոլոր մյուս տողերին է սա վերաբերում, եթե օրինակ ասենք ինչ որ մեկին տեսնում ես կարևոր պաշտոնների, հա, ասենք փոխվարչապետ, ազգային ժողովի նախագահ եւ դրա համար գրել ես վերևներում այդ անունները, բնականաբար այն մյուս տեխնացուները, որոնք որ պարզապես իրենց դիտարկում ես խորհրդանի անդամ կամ
որոշ դեպքերում միգուցե նախարար, փոխնախարար, բնականաբար պետք է նրանցից ինչ որ չափով անջատված լինեն եւ իսկ ավելի ներքևի տողերում այդ տարբերությունները պակասում են, ասենք 1/20-րդը 1/21-ից համարյա ոչ մի բանով չի տարբերվում, էլի։ Եվ այսպես մենք եթե ասենք շատ սխալվենք, թե ում գրենք 20-րդ տողում, ում 21-րդ տողում, դա այդքան էական վնաս չի տա, բայց փոխարենը առաջատարների մեջ մենք հստակ դա կարող ենք սահմանել։ Իսկ այդ քիչ առաջ որ զրուցում էինք այդ մեխանիզմի դեմ ոնց է այս քվեարկության մեխանիզմը աշխատում, որ ինչ որ մեկը նպատակ ունենալով այսպես ասենք զավթել, իր թիմակիցներով գալիս է եւ բոլորը քվեարկում են իր ուզած ձևով, ինչ հակամեխանիզմ ունեք դուք դրա դեմ։ Նախ հասկանանք, որ եթե այդպիսի մեկը կա, որը կարող է զանգվածային մասնակցություն ապահովել, այս նախանձություն։ Այնքան զանգվածային չի, որ ինքնուրույնի համար բավարարի, բայց ազդեցություն կարա ունենա ընտրության արդյունքների վրա, նախընտրության։ Ինչ որ մենք ուզում ենք, որովհետև եթե մենք ուզում ենք, որ քաղաքական խմբերը միավորվեն, նրանք պետք է միավորվեն իրենց առաջնորդներով, այդ առաջնորդների ազդեցության տակ գտնվող համակիրներով, եւ դա բնական process է։ Եթե դա անհատ գործիչ է, որ ունի մի քանի համակիրներին, եւ այդ համակիրներին հրավիրել է ընտրության, բնականաբար այս համակիրները, ասենք, նրան ընտրեցին առաջին տողում, բայց պարտավոր են էլի 9 հոգու անուն գրել։ Արդեն ստիպված մասնակցում են, հետևում են քննարկումներին, որպեսզի մյուսներից ընտրություն կատարեն։ Այսինքն ազդեցություն ունեցող մարդը բերելով 10, 20, 30, 50 համակիր նպաստում է ավելի կայացման, նախընտրության ավելի զանգվածային կազմակերպմանը։ Եթե մենք ունենանք այսպես շատ ընդգծված ինչ որ մեկը, որը ամբողջությամբ վերահսկում է ընդհանրեն 30-40% ընտրողների, անիմաստ է նրա մասնակցությունը նման նախընտրությանը, որովհետև դա ըստ էության հաճախորդային կուսակցությանը վերածվում, ինչ որ մեկը առանց գալու էլ դու եթե այդքան ունես, էլ ինչ ես գալու էլ։ Ինքը առանց դրա էլ կարող էր այդ կուսակցությունը իր ցուցակը ձևավորել, ցուցակը կազմել եւ չհոգնել ոչ ուրիշին փող տալ, որտեղ անմասնակցության վճարը չէ ենթադրվում։ Եկեք այդ մասին էլ խոսենք, քանի մի քիչ ժամանակ ունենք, այս ամեն ինչը էժան հաճույք չի, ինչպես է իրականացվելու մոնով նշեցիք, որ ֆինանսերով է ֆինանսավորում, կամ ֆինանսավորում են նախկին թալանչիները, կամ այսօրվա օլիգարխները, կամ ինչ որ մեկը ինչ որ մի փոքր խմբակի իր հաճույքի համար կողքից փող է տալիս, ասում մի հատ էլ դուք փորձեք, այդ փողը իր համար կարևոր չլինելու եւ այսպես ձևավորվում է մեր քաղաքական դաշտը։ Այնինչ քաղաքական դաշտը պետք է ձևավորվի ակտիվ մասնակիցների ինքնաֆինանսավորմամբ եւ նախընտրությունը այդ մեխանիզմն է։ Հայաստանում ցավոք սրտի այդ կուսակցական եւ անդամավճար տալու մշակույթը գրեթե բացակայում է, բայց նախընտրությունը դա չի կարող շրջանցել։ Հետևաբար թե տեխնացուները, թե ընտրողները պետք է մասնակցության վճար տան։ Կա խնդիր, օրինակ, եթե մեկը շատ է տալիս, մյուսը քիչ է տալիս, ինչպիսի իրավունքներ պետք է ունենան։ Դե սխալ է, եթե ուղիղ համեմատական լինի դրած փողին, կստացվի որ փողն է ամեն ինչ որոշում։ Սխալ է նաև, եթե շատ փող դնողին գոնե մի քիչ չես խրախուսում, եւ մենք ինչ որ պրոգրեսիվ սանդղակ ենք պատկերացնում, որ եթե ասենք շատ փող չունես 1000 դրամով ես մասնակցում, մեկ ձայն ունես, բայց 10000 տվեցիր, արդեն երկրորդն ես ստանում, չգիտեմ, 50000 տվեցիր, երրորդն ես ստանում, այս կամ մի քիչ թվերը կարող են այլ լինել։ Տեխնացուները կարող է լավ տեխնացու լինի, բայց փող չունենա, բայց տեխնացուներին իհարկե մասնակցության համար նույնպես պետք է վճար լինի, եւ այս դեպքում այդ փողը կարող է հանգանակվել, եթե դա իսկապես, այսինքն դա միատել հավելյալ քվեարկության մեխանիզմ է, հա, ինչ որ մի արժեքավոր տեխնացու կա, որ ինքը իր փողը չունի, հանգանակում է։ Մեկ ուրիշը ոչ ոք իրեն չի ճանաչում, ինքը գնում մի քանի հոգու համոզում է կամ ինքը իր գրպանից է դնում իր ռիսկով, այսպես ասած, եւ առաջադրվում է այն հույսով, որ ցանկը, ինչպես ասենք գրավը, չէ՞, դնում կուսակցությունները, որ մեծ հավանականությամբ հետ չեն ստանում չհաղթահարելով։ Հետևաբար այս ֆինանսավորումը նույնպես կարևոր է, բայց ինքը կարևոր է ավելի շատ այն տեսակետից, որ ընտրությունը դա պատասխանատվություն է։ Եվ եթե մենք ուզում ենք ընտրողը իսկապես ընտրություն կատարի, նրանից պետք է անդամավճար վերցնենք, որովհետև եթե դա անդամավճարով չի, եթե նա այսպես դա ինչ է եղել, հարցրեցին, ես էլ մի բան գրեցի, դա կարող է անորակ քվեարկություն լինել, մասնակցության վճարը բարձրացնում է որակ։ Դե ինչ ինձ թվում է հնարավորինս մանրամասն
բացատրեց պարոն Աղայանը, բայց եթե ունեք հարցեր, գրեք, կփորձենք հաջորդ մեր զրույցներում եւս անդրադառնալ այդ հարցերի պատասխաններին, բայց մեր զրույցները շարունակվելու են, մեր հաջորդ հանդիպումների քննարկումների ժամանակ մենք անպայման կանդրադառնանք ձեր հարցերին, առաջարկներին կամ այսպես ասած առարկություններին, իսկ այսօր այսքանը, շնորհակալություն, որ մեր հետ էիք, ստեսություն։